Մի քիչ փոխվեք էլ երեխեք, ինչի՞ չեք փոխվի որ։ Ինչ կա որ ասենք հանուն Հայաստանի Հանրապետության կարելի է փոխվել։ Մարդկանց իրար էլ չկրվցնել, բան չանել, լույսը լույս ասել, խավարը խավար ասել։ Ինչ կերնի որ դուք այդպես լինեք։ Պարոն Ղուկասյան, դուք միշտ Պարոն Ղուկասյան, դուք համերաշխության մենք բոլորին հրավիրել ենք, բոլորին տեղեկացրել ենք, զանգել ենք, ասել ենք որ երթման արարողություն է, եկեք մասնակցեք։ Հիմա իրանցից կհարցնենք, թե ինչի չկան, ինչ կան, ես չգիտեմ։ Իրենցից հարցրեք։ Տեսեք, ասում են կլինի կառավարման ճգնաժամ ըստ էության, քանի որ ծեր ընդդիմադիր ուժերի միջև չկա կոալիցիոն հուշագիր ստորագրված ըստ էության։ Հաստատուր, որպես այդպեսին չկա։ Արդյոք մտավախություն չունեք, որ կլինեն լիստեր, որ օրինակ այսօր մեր քաղաքը դաշինքը ներկայացավ, բայց ձեր երկրնակալության արարողությանը ներկա չգտնվեց։ Արդյոք չեք մտածում, որ մտավախություն չունեք, որ ավագանու նիստերին էլ գուցե կան ներկայանան, բայց չմասնակցեն։ Ասեմ էլի սատիկ, կարճ ասա։ Այնքան երկար ես ասում, միտքդ հասկացա։ Ուրեմն մի բան ասեմ։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի իր գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն իրանց համար պետք է անեն։ Ինչ լավն էլ անեն իրանց համար է, վատն էլ անեն իրանց համար է։ Այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է։ Մնացածներն ինչ ուզում են անեն։ Ոնց որոշականում չի լինի, ենթադրենք մեր քաղաքը դաշինք չկա։ Ես բացատրեցի, ես էլ ասեցի, ժողովուրդը իրենց գնահատականը կդա, ոտ պահեցիք, իրանց կասեն, ով եք դուք, ինչի համար եք սա անում, ոնց եք ապրում այս քաղաքում, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, որևէ քպական ձեզ շնորհավորել է, թեկուզ ասենք ոչ հրապարակային։ Ոչ, ճիշտ ասած ոչ։ Հետո գիտեք մի բան ասեմ ձեզ, ես վերջի երկար տարիներ 99 թվականից մինչև հիմա որ հաշվարկում ես, դա հսկա քանի տարի է, մոտավորապես 25 թե ավել, քանի տարի է հաշվեք արել։ 26 տարի, թվաբանությունից լավ չեք աղջիկներ։ Ուրեմն կոմպյուտերի վրա եք սովորում։ Ուրեմն վախ ափսոս։ Ուրեմն 26 տարի ես քաղաքականության մեջ եմ։ Նու նայում եմ էլ երկու անգամ, 6 անգամ 96 թվականից որ հաշվեք, հիմա ես 6 անգամ քաղաքապետ եմ ընդրվել։ 2 անգամ էլ պատգամավոր։ Ես այսպեսի բան չեմ տեսել։ Ես այս ձևի հարցակում, այս ձևի ամբողջ սայտերն ու ես չգիտեմ ինչեր այսպես խառնվել են իրար Գյումրին, ոնց որ Արցախը կորցրեցին, այսքան չխառնվան, այդքան երեխեն մահացավ, այսքան ցեն չլսեցինք, ոնց որ այս Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ես զարմանում եմ, դու քեզ եմ հարցնում, հələ ասա ինչու է այդպես, դու ազատության լրատվականն ես, դու պետք է գիտենաս։ Հələ ասա, ինչի է այդպես։ Ինչի հələ ասա, ինչի է այդպես, Սամվելի։ Ոչ թե թիմ ընտրությունները ըստ էության քաղաքի համայնքի ղեկավարի։ Հիմա չեմ կարող ասել ինչի է այդպես, հետո կասեմ։ Մոտորերս կասեմ։ Ամեն դեպքում մարզպետի հետ պետք է աշխատեք որպես վերադասկառույց, մարզպետից կարծում եմ արդեն շնորհավորանք ստացել եք, թե չէ, ինչպես եք այդ աշխատանքը։ Մարզպետից շնորհավորանք չեմ ստացել, բայց այդ մարզպետի հայրը ինքը իրենց միշտ շնորհքով եմ պահել, մարզպետի հայրն էլ ինձ հետ մոտ է, ինքն էլ շնորհքով է իրան պահել, մշտական եկել է բան, տեսել է ինձ շատ շուտ եկել է, ինքը ջահել երիտասարդ տղա է, ես իրանց մեծն եմ եղել, իրանց շատ հարցերում իրանք ուզում են ասել են, ուզում ենք նմանվել շատ այդպեսի բաներ։ Հիմա կապրենք տեսնենք թե իրանք ոնց են իրանց պահելու, իրանց բոլորի գնահատականը կտանք։ Հիմա խոմ ասենք ես մի քանի օրվանից, որ եկա երկուշաբթի օրվանից, որ եկա, արագ կաշկով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։ Ինչքան լուրջ մասնակիցներ կան, պետք է մնան աշխատելու, եթե իրենք էլ մնացել են, միանշանակ մնալու են, եթե մասնակիցներ են, եթե ուղղակի քաղաքական առումով եկել են բան ինչ-որ, որ իրանք գործ ունենան, իհարկե մենք իրանք կասենք, որ ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ է։
Դրանից հետո անցնելու ենք աշխատավարձերի բարձրացման խնդրին։ Արագ մտածելու ենք ոնց ենք անելու եւ բյուջեի հաստատմանն ենք անցնելու։ Մի խոսքով այդպես շարունակական ինչ ասել եմ, հեշտականությամբ անելու եմ։ Բայց ինքնիկացիան անգամ մարդու պետք է արդեն մեկ ուրիշ Արդեն հետո չեմ կարողանում հարցը ստալի։ Ասեք։ Այն է ջատու հարցը։ Ընդդիմադիր ուժերը գործից միացան առանց պաշտոնների ակնկալիքի միացան եւ ըստ էության իրենք հրաժարվում են պաշտոններից։ Դուք ունեք ձեր թիմը ունի բավարար կադրեր համալրելու այն պաշտոնները, որոնք կուզենայիք։ Բա ես որ չունեմ, ով ունի։ 13 տարի աշխատած քաղաքապետը ոնց կարող է կադրեր չունենալ։ Ու մի քաղաքապետ, որ հավանական է յուրաքանչյուր թաղ, ես ավելի լավ գիտեմ այդտեղի բնակիչներին, քան այդ թաղի որևիցե մեկը։ Ինձ չափ քաղաք ճանաչող շատ քիչ կա այս քաղաքում։ Այդ բոլորն են ասում, գիտես։ Հասկանալի է, բայց ես որ կադրեր չկարողանամ հավաքել, ով պիտի հավաքի ինձպես։ Ով որ պաշտոններն եք հիմնականում մտադիր փոխել ձեր կադրերի ընդունել։ կտեսնենք, անպայման ինչ որ անենք, թափանցիկ ենք անելու եւ բոլորը տեսնելու ենք։ Այդ դեպքում մյուս ուժերին պաշտոններ առաջարկելու կամ տալու եք բաներ։ Մենք խնդիր չունենք, յուրաքանչյուրի հետ աշխատելու, եթե որևիցե մեկը ցանկություն հայտնի, որ ուզում է ինչ որ մի բան ստանձնենք կամ ինչ որ մի բան, մենք խնդիր չունենք, խնդրեմ չունենք։ Մենք ուրեմն անպայման համագործակցել ոչ միայն տեխնացուների, ընդհանուր առմամբ իմ ժամանակ են բան հիշում եք դուք։ Դուք հավանական է աղջիկը մեզ հետ այն ժամանակ աշխատել ես, հիշում եմ, դուք աշխատել եք, մի խոսքով, դուք աշխատել եք, հա, այ դու նամանավա, մի խոսքով մեծամասնությունը դի ժամանակ դուք եք աշխատել, հիշում եմ, քեզ էլ եմ հիշում։ Հա, մի խոսքով, այսինքն այն ժամանակ ես հայտարարում էի, ովքեր Գյումրիի հետ կապված, ունեն ծրագրեր, առողջացման հետ կապված, աշխատատեղերի ստեղծման հետ կապված, ես չգիտեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի ամեն ինչի հետ կապված ես պատրաստ եմ լսելու, քննարկելու, քննարկման առարկա դարձնելու։ Հիմա եւս նորից բարձրաձայնում եմ ոչ միայն տեխնազուների, այլ բոլոր թեկուս այն կուսակցությունները, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, մարդիկ կան, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, ուրեմն հասարակական կազմակերպություններ կլինի Երևանում, դրսում ովքեր որ կցանկանան քաղաքի հետ կապված որևիցե մի դրական գործ կատարել, դռները բաց է, արագ կաշկով ընդունում ենք, քննարկում ենք ու հետագայում նայում ենք։ Աշխատասենյակում ասում է, որ խիստ տարբերում է 4 ուժերը։ Ես այդքան շատ բաների հետևից չեմ գնում ընդհանրապես։ Ես այդ զիզի-բիզի բաների հետևից չեմ, ես կարևոր է հսկայական քաղաքապետարանն եմ սարքել։ Հասկանալ, որ նայում եմ, այսպես հիացմունքով եմ նայում, որ ինչ եմ կառուցել։ Ու կյանքի գնով, չարչարանքներով, հիմիսպես մարդիկ գալիս են, մեկ էլ բաներ կան, այսպես մեր անունից, ունեք տեսա, ումպես վատ բան են ասում ինձ, որ դուք եք ցույց տալիս, բան չնայած սարքած էլի, կզգամ, որ մեծամասնությունը սարքած է։ Մենք հարցնում ենք, այս մարդիկ ինչ են այսպես մտածում, որ հələ մի վատ բան ասեն, որ ես արել եմ։ Ես ուզում եմ ընդհանրապես թափ մի վատ բան։ Մի հատ ինձ ասեք, թե ես ինչ որ մի վատ բան եմ արել, առանց շարի, օբյեկտիվ, թող մի հատ էստ կան ինձ բան եք ասում, լրատվական կառույցներում, հələ մի հատ մեկի անունը, ասեք, որ ես ինչ որ մի բան եմ արել, իմ հետ կապված, մեկ նայում եք սեմ այլ, մեկ ուծել, ինֆորմացիքի օրն է, կարող է ինգելև ավտոյի տաքսկական, մի ես մեկ հավատացեք։ Պարոն անօթևանության խնդրի հետ կապված, հա, ամենաառաջնային խնդիրը դուք ասեցիք աշխատատեղերի ստեղծում, նաև անօթևանության։ Բնակարանաշինություն է լինելու, ինչ է լինելու ձեր ծրագրում։ Մի քիչ համբերեք, շատ ծրագրեր ունենք, ամեն ինչ ունենք։ Այդքան իմ ժամանակ բնակարան կառուցվեց, 17,000 բնակարան կառուցվեց իմ օրոք։ Ես բարձրաձայնում եմ, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Եթե ես մնա հիմա այդ հարցերը վերջացրել էի։ Ցավոք սրտի այսպես արեցի։ Հիմա սպասեք մի քիչ կտեսնեք, որ իմ առաջնային խնդիրը աշխատատեղերի ստեղծում, դրա հետ մեկտեղ A ու B սկզբունքով բնակարանների, որ մարդիկ 37 տարի մնացել են այդ բնակների մեջ։ Հետո քաղաքապետերին ընդհանրապես, որ ուզում եք գնահատական տալ բոլորը, հարցրեք, թե փոքր եւ միջին բիզնեսը քաղաքապետը խտանել է թե ոչ։ Եթե փոքր ու միջին բիզնեսը նա չի խտանել, այսինքն պատկերացնում եք դա կենցաղ սպասարկման օբյեկտներ, բնակելիներ, եթե չի տալիս, շին թույլտվություն չեն տալիս, ինչի չեն տալիս, այդ դա է ինձ հետաքրքիր, ինչի համար չեն տալիս։ Ինչն է պատճառը, ինչ հախեր են ուզում տանում, բերում են, ինչ են անում, չկամ են, վերևից են հանձնարարում, որ չտա,
որ երկիրը չկառուցվի։ Ես ուղղակի դա ուզում եմ հասկանալ։ Ես ասում եմ իմ օրոք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բացի Երևանը, բոլորը միասին գյուղերն ու քաղաքները, ինչա հողհատկացում չեն արել։ 100-ից 120 միլիարդ դրամ, դուք հասկանում եք դա ինչ տիվ է։ Քաղաքից հանվել է 40,000-ից ավելի տնագներ։ Դուք հասկանում եք դա ինչ աշխատանք է։ Հələ գնացեք էլի մի հատ կողքնյաց արկեք։ Հələ տեսեք, ինչպես ինչ նայեք իմ սաշկած։ Ինչ նայեք, ինչ ես դիմացի, այս դիմացի շենքը տեսնում եք, սեփականատերը ոչ պատուհաններ էր գցում, ոչ կդուրներ փոխում։ Չեմ անի ու վերջ։ Ամեն ինչ արել են, որ փոխի։ Ամեն ինչ։ Տղավարի եմ մոտեցել իրանց, պիտի ասել եմ, պիտի փոխեք։ Ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական, որ արել են, այդպես միամիտ։ Սաղ մեր ունեցվածքը խրպես այդ շենքի արժողության չափ չկա։ Թե ոնց գցին ձերքերը, ոնց մագնատելը մի ուրիշ տեղ են գնաց, այդպես միամիտ։ Ինչ բանից խաբար չեն։ Կասյան, քանի որ Գյումրիում նաև մեծ խնդիր է տրանսպորտի հարցը, բնակիչները հիմնականում նաև Տրանսպորտի ներողություն հարցից վերջացնել, նախ ինչպես է տեղ ունենալու փոփոխությունը եւ օրինակ հնարավոր է Երևանի օրինակով տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ուղևորцы թանկանան։ Ուրեմն իմ օրոք 30-ից 40-ից 70 միլիոն գումար է մտել քաղաքային բյուջե։ Իմ օրոք։ Ես էլ չգիտեմ այդ գումարները մտնում է թե չի մտնում քաղաքային բյուջե։ Այս պետք է նայեմ։ Դա մեկ։ Այո, տրանսպորտից։ Հետո մեկը կա, բոլորը ճանաչում եք, ասում էին, որ քաղաքի ստայանկեկից մոտավորապես 200 միլիոն դրամ քաղաքի ստայանկեկից գումար կարելի է հավաքել։ Ուրեմն մարդիկ կային, որոնց տվեցին դատարան ձեռքերից վերցրեցին։ 10 տարի է մի կոպեկ քաղաքային բյուջե գումար չի մտնում, 10 տարի։ Այն մարդիկ պայմանագիր էին ընկել, դարվակադրվածքով գումարներ էին, ուզում ու նորմալ է գումարներ։ Խլեցին մարդկանց ձեռքից, խլեցին։ 10 տարի մի կոպեկ գումար չեն մտել։ 10 տարի հստակ բարձրաձայն ասում են։ Ու այդ անձը շատ բոլորը ճանաչում։ Ձեն չի անում, մի քանի անգամ ասել են։ Դե դրանք անջեմ ասեմ, բա որ այն անգամ խոսում էին այն ժամանակ։ Այս ինչի գումարներ չի մտնում։ Ինչի տես չես եղել մինչև այսօր։ Սպասեք դա էլ կան։ Ու այսպես շատ բաներ կան, այսպես շատ։ Կասյան 12 թվականին երբ դուք չառաջադրվեցիք, այսպես ասած իշխանապողությունը Գյումրիում տեղի ունեցավ, եւ առաջիններից այսպես ասած Սամվել Պալասանյանը եւ պաշտոնը ստանձնեց մի շարք այսպես ասած փաստաթղթեր, Չայկայի պատմությունը, Այդ Չայկեն ինչ եղավ, հարցրա Պալասանյանի։ Հələ Չայկան որ կար քաղաքի վրա էլ բան չէր նստա, արժեք չուներ է Չայկան, մենք գնացեք դել էինք Չայկա խառնվա, ուր է այդ Չայկեն, ուր է տարել։ Հələ գնա հետաքրքիր։ Տես ես ձեն չանեցի, չէ, ես չէի ասում այդ։ Հələ դե գնացեք հարցրեք դե Չայկեն ուր է ստարի այդ։ Դուք գիտեք որ։ Չէ, ձեզանից պետք է հարցնենք։ Ես ինչ գիտեմ։ Սարգսյանը ասում է, որ 4 տարբեր ուժեր են, տարբեր քաղաքական հայացքներով կառավարել չի լինելու եւ ըստ անգամ սա վերջերս հայտարարեց Երևանը։ Ինչ եք ասում այս մասով։ Ես մի բան եմ ասում, եթե Երևանը չխառնե, եթե այդ քաղաքական տերերը չխառնեն, որ ամեն մի կուսակցության ուրեմն գլուխ գործոցը նստած է Երևանում, եթե իրանք այնտեղից չխառնեն, գյումրեցիները ինձ հետ շատ հանգիստ կաշխատեն, մեծ ու պզդիկ հարաբերությունը պահում են իրենք, չեն կա, այս քաղաքը չի կարող մեծ ու պզդիկ հարաբերությունը չպահի, հասկանալի է, այս քաղաքը այդպես ապրում է, այս քաղաքը հարկում են հարկանք ունեցող մարդկանց, ոչ հարկանք ունեցողներին չեն հարկում, այնպես որ այդ ամեն ինչը նորմալ կգնա, բայց մի կարևոր հայտարարություն եմ ուզում եմ անել։